Սպալվել է Փաշինյանի կրոնական թափառախումբը Մայրաթոռում, համոզված են հակաեկեղեցական արշավը դատապարտող հավատացյալները։ Նրանք ասում են, տիրադավ եպիսկոպոսների կոչով հինգշաբթի երեկոյան Էջմիածնում հավաքվածների մեջ սադրիչներ են եղել, որոնք սակայն չեն հաջողել կյանքի կոչել իրենց սրբապիղծ պլանը։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները երեկոյան ժամերգության ընթացքում փորձել են ներխուժել մայր տաճար, բռունցքներով հարվածելով եկեղեցու դռներին։ Մայրաթոռի պատերին մագլցած Թալինի քպական քաղաքապետը հայհոյել է հոգևորականներին, երբ նրան հորդորել են իջնել։ Նրան ոստիկաններն են իջեցրել պատի վրայից։ Մայր տաճար ներխուժումը կանխելու համար ժամերգությանը ներկա տղամարդիկ դռների մոտ են կանգնել որպես կենդանի վահան։ Որպեսզի կանայք այսպիսի հրմշտոցների մեջ չընկնեն, տղամարդկանց հորդորով նրանք եկեղեցու խորքն են գնացել խորանին հնարավորին մոտ։ Կաթողիկոսի հանդեպ թշնամաբար տրամադրված մարդկանց ագրեսիան դիմագրավելու պահին է սրտամկանի ինֆարկտ ստացել, վրթանեց քահանա Բաղալյանը։ Երբ որ դրսից սկսեցին հրմշտել, փորձելով որպեսզի ներխուժեն եկեղեցի եւ աղոթական կարգը խանգարեն, Տեր Վրթանեսի հետ մենք դրսում էինք եւ Տեր Վրթանեսը պահպանում էր մուտքը մայր տաճարի, որպեսզի չկարողանային ներս գալ եւ աղոթական կարգը չխանգարվեր։ Հետո թույլ էր զգում իրան եւ կրծքավանդակում ցավ ուներ։ Տիրադավ հռչակված եպիսկոպոսներին սատարողներից մեկն էլ տեսախցիկների առաջ միջնամատ է ցույց տալիս հայ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Մայրաթոռում հինգշաբթի երեկոյան հակաեկեղեցական պայքարին մոտ 300 ակտիվիստ է եղել, որոնք հիմնականում վարչական ռեսուրսի կիրառմամբ են միացել գրոհին։ Սա ըստ Փաստորաթերթի, նույն աղբյուրի տվյալով վեհափարին աջակցողների թիվը հասել է 10,000-ի։ Առնվազն 3 մարզերի մարզպետներին հրահանգ է եղել բոլոր դպրոցներից եւ աշխատակազմներից բոլորին հավաքել են այստեղ։ Ամոթ ես, դուք հրահրում եք քաղաքացիական պատերազմի։ Ամեն վարքյան կարող են մարդիկ խփել իրար սպանել։ Եվ այս ամբողջ պատասխանատվությունը ուղիղ Նիկոլ Փաշինյանի ուսերին է։ Տիրադավ հռչակված եպիսկոպոսները Մայրաթոռ են եկել, երբ ժամերգությունը մոտեցել է ավարտին։ Նրանց շրջապատել են քաղաքացիական հագուստներով կարմիր բերետավորներ, ԱԾԱ-ականներ, որոնք հրմշտել են լրագրողներին, ձեռքով փակել տեսախցիկները, վիրավորել քաղաքացիներին։ Նրանցից ոմանք դիմակներով թաքցրել են դեմքերը։ Այդ մարդիկ քաղաքացիական հագուստով իրավապահներ են եւ հերթական ուղիղ միջամտությունն է եկեղեցու գործերին, այսինքն այդ 10 մարդիկ այլևս չի կարելի սեփական կամք ունեցող մարդ համարել եւ նրա ցանկացած հայտարարություն պետք է դիտել որպես Նիկոլ Փաշինյանի հայտարարություն։ Փաշինյանական իշխանությունը հմուտ է ուրացողներին օգտագործելու եւ նրանց փողոց շպրտելու գործում, համոզված են կաթողիկոսի կողքին կանգնած մարդիկ։ Նրանց մեջ նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էր, որ խոսելու սիրտ չուներ։ Չեք ուզում։ Իսկ 10 եպիսկոպոսներից որոշներն այստեղ էին, դրան հետ ինչ կապված ինչ կասեք։ Նորմալ է նրանց վերաբերյալ։
Առաքել arքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն arքեպիսկոպոս Միրզախանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Սիոն եպիսկոպոս Ադամյանը կաշկանդված են եղել հիմնականում լուռ։ Վեհարան իրենց նամակը փոխանցելուց հետո հեռացել են քաղաքացիական հագուստով իրավապահների մեջ շղթայված։ Ներկաների տպավորությամբ, ասես պատանդներ լինեին, գազելը լցրած։ Աղոթքով հայցում ենք, որ Տերը ողջախոհություն, իմաստություն եւ դարձ բարգեւի բոլոր նրանց, ովքեր եկեղեցու ուղեցրից դուրս են եկել, եկեղեցու վարդապետությունից հեռացել են, եկեղեցու կանոնական դրվածքից հեռացել են եւ իրենց ուխտը մի տեսակ խաթարել են։ Սարսափելի դատապարտելի է։ Ամոթ նրանց, հազար ամոթ, բյուր ամոթ նրանց, ովքեր որ կազմակերպեցին այս ամեն ինչը։ Իրապես Տիրոջ դատաստանից չեն խուսափելու։ Լանա Համբարձումյան, Ալբերտ Սերոփյան, Նորա Շարբաթյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։